Özür diliyorum, հայեր ներեք մեզ արշավը 17 տարի առաջ Թուրքիայի ներքաղաքական կյանքը ցնցեց եւ հայոց ցեղասպանության մասին գրեթե 1 դար լռությունից հետո թուրք մտավորականները ոչ միայն խոսեցին, այլև հրապարակավ ստորագրահավաք անցկացրին, որով ներողություն էին խնդրում, որ չեն կարողացել կանխել հայոց մեծ եղեռնը։ Իմ խիղճը չի ընդունում անտարբերությունն ու ուրացումը հանդեպ մեծ եղեռնի, որին ենթարկվեցին օսմանյան հայերը 1915 թվականին։ Ես մերժում եմ այս անարդարությունը, կիսում եմ իմ հայ քույրերի եւ եղբայրների զգացմունքներն ու ցավերը եւ ներողություն եմ խնդրում նրանցից։ Այս տեքստի եւ քարոզարշավի հեղինակները Թուրքիայի առաջատար հրատարակչություններից Իլեշիթիմի համահիմնադիր պրոֆեսոր Ահմետ İnselն էր, լրագրող Չենգիզ Ակթարը, պրոֆեսոր Բասքն Օրանը եւ Ագոսի լրագրող Ալի Բայրամօղլուն։ Ընդամենը մի քանի օրում ավելի քան 32,000 թուրք իր ստորագրությունը դրեց այս խնդրագրի տակ եւ առերեսվեց սեփական պատմության սև էջերին։ Ահմետ İnselն ասում է, սրանով իրենք նաեւ ներողություն էին խնդրում, որ չեն կարողացել պաշտպանել Հրանտ Դինքին։ Ամենից շատ մեզ մոտիվացրել էր դրանից 1 տարի առաջ մեր ընկերոջ Հրանտ Դինքի սպանությունը։ Մեզ համար դա իր տեսակով յուրատեսակ պարտք էր Հրանտի հիշատակի առջև, որ շարունակեինք Հրանտի սկսած գործը, որով նա զբաղվում էր տասնամյակից ավելի։ Նպատակն էր նախ բարձրաձայնել հայոց ցեղասպանության հարցի մասին, բայց միևնույն ժամանակ երկխոսություն ստեղծել, որպեսզի ցեղասպանության ճանաչումը տեղի ունենա գիտակցման, այլ ոչ թե պարզապես փաստի արձանագրման միջոցով։ Իսկ մինչ այդ 90-ականներից երիտասարդ պատմաբաններն արդեն սկսել էին վերլուծել հայերի ջարդերը, ավելի ու ավելի հաճախ օգտագործելով ցեղասպանություն հասկացությունը, եւ դա միայն 1915-ը չէր, խոսվում էր նաեւ 1955-ի ջարդերի մասին, որոնցով գնացին հույները, հայերը, հրեաները։ Այսինքն մենք գտնվում էինք մի ժամանակաշրջանում, երբ առերեսվում էինք Թուրքիայի Հանրապետության վերջին 100 տարվա պատմության հետ, ոչ միայն հայերի ցեղասպանության, այլև փոքրամասնությունների կամ ձախակողմյանների դեմ կիրառված բազմաթիվ բռնությունների փաստերին, հատկապես 1980-ի հեղաշրջումից հետո։ İnselը քեմալական եւ մուսուլմանական ընտանիքից է, հասակ է առել Ստամբուլի Կուրտուլուշ բազմազգ թաղամասում, հայերի հետ կողք կողքի։ Էրդողանի վարած քաղաքականության խիստ քննադատներից է։ Համոզված է, առաջիկա 100 տարում եւս Թուրքիան չի ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Իր գրած Էրդողանի նոր Թուրքիան գրքի առանցքում Թուրքիայի ժողովրդավարության հարցն է, որը նա կապում է հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի հետ։ Այս չճանաչելը բռնության այս ժխտումը ներառյալ հայոց ցեղասպանության, բայց նաև հույն եւ հրեա փոքրամասնությունների դեմ տարբեր մասշտաբի ճնշումները 1938-ին ալևիների կոտորածը, Դերսիմի ջարդերը հանգեցնում են նրան, որ այդ հիշողությունների ժխտման պատճառով թուրք հասարակության երևակայության մեջ մշտապես բռնության բռնկման հակում կա։ Կարելի ասել, սրանով քնեցրած բռնարարը կարող է արթնանալ, այսինքն այն ինչ ճնշվում է, պարբերաբար վերադառնում է տարբեր մակարդակներում, սոցիալական հարաբերություններում, առօրյա կյանքի շփումներում, միջանձնային հարաբերություններում եւ այլն։ Հետևաբար ժողովրդավարացումը խղճի ազատությունն է։ Խոսքի ազատությունը թույլ է տալիս։ Ինչպես տեսանք 2000-ականներին, երբ Թուրքիայում սկսեցին քննարկել, բացատրել, գրքեր հրատարակել ցեղասպանության եւ բռնությունների թեմայով։ Ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեշնչման արարողություններ իրականացնել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, մարդկանց իրազեկել, քննարկել եւ գիտակցել տեղի ունեցածը։ Սա մեր ունեցած միակ զենքն է։ Ժողովրդավարության եւ հայոց ցեղասպանության ճանաչման միջև կապը հենց սա է։ Սորբոնի համալսարանի նախկին պրոռեկտորն ու Ստամբուլի Գալաթասարայի համալսարանի պրոֆեսորը կասկածում է, որ առաջիկայում հայ-թուրքական սահմանը կբացվի։ Կարծում է, այս հարցում Ադրբեջանն է ճնշում գործադրում Թուրքիայի վրա։ Ու թեև պաշտոնական Երևանն ու Բաքուն կարծես խաղաղության պայմանագիրը ստորագրելու ճանապարհին են, բայց Ադրբեջանը դեռևս այլ պահանջների խաղաքարտեր ունի։ Թուրքիան չի գնա հարաբերությունների կարգավորման, եթե Ադրբեջանն իր համաձայնությունը չտա։ Մի հանգամանք կա, որի վրա հարկավոր է ուշադրություն դարձնել։ Ադրբեջանը Թուրքիայի վրա մեծ ազդեցություն ունի իր նավթով, եւ ներկայիս իրավիճակում, երբ Թուրքիան հարկադրված է Իրանից գազ չգնել, Ռուսաստանից նավթ չգնել, Ադրբեջանը այս տեսակետից ուժեղ է։ Էրդողանը պրագմատիկ է արտաքին քաղաքականության մեջ, թեև դեսպոտ է իր երկրի ներսում, պրագմատիկ, որը կարող է երկու իրարամերժ բան անել՝ մեղադրել Իսրայելին, բայց շարունակել առևտուր անել։ Այս առումով գուցե Թուրքիան Հայաստանի համար մի պատուհան բացի, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի։ Թուրքիան շահագրգռված է եւ կարող է դրդել Հայաստանին եւ Ադրբեջանին բացել Զանգեզուրի միջանցքը, որ Նախիջևանն ուղիղ կապ ունենա Ադրբեջանի հետ։ Երեք երկրների միջև եղած դիվանագիտական վերջին թարմացումներին մանրամասն չեմ տիրապետում, որ ավելին ասեմ այս մասով։ Մի բան հստակ է, Ահմետ İnselը շեշտում է, 2000-ականների սկզբին իրենց նվաճած դիրքերից նահանջել է Թուրքիայի հայամետ հասարակությունը, այլևս չեն կարողանում հրապարակային միջոցառումներ կազմակերպել, հանրահավաք իրականացնել Թաքսիմ հրապարակում, ինչպես դա արել են
2008-ից 2016 թվականներին։ Հասմիկ Առաքելյան, Reopen Media։